Դու կարդում ես նույն պարբերությունը մի քանի անգամ, փորձում ես կենտրոնանալ, բայց չի ստացվում։ Մի քանի ժամ առաջ գրեթե տիրապետում էիր քննական նյութին, իսկ հիմա գլխում դատարկություն է։ Սիրտդ սկսում է արագ աշխատել, նկատում ես առատ քրտնարտադրություն եւ մատնվում ես խոճապի։ Եթե դու ուսանող ես, գտնվում ես քննաշրջանում եւ բախվում ես տագնապին բնորոշ նմանատիպ խնդիրների, ապա դիտիր այս տեսանյութը մինչև վերջ, քանի որ մենք միասին մի քանի կարևոր հարցերի պատասխաններ են գտնելու։ Ողջույն հարգելի ուսանողներ։ Այսօր մենք միասին կպարզենք, թե ինչու է մեզանից շատերի մոտ ուղեղը, մասնավորապես քննության պահերին, ասես լիովին արգելափակվում, ինչու ենք մենք ունենում զգացողություն, ասես ամբողջովին կորցրել ենք վերահսկողություն մեր մարմնի վրա, ինչպես նաև կդիտարկենք այն հարցը, թե որոնք են քննության տագնապի վրա բացասաբար ազդող գործոնները, ինչպես նաև կդիտարկենք կոնկրետ վարքի ռազմավարություններ, որոնք կօգնեն ոչ միայն հաջողությամբ կառավարել տագնապը, այլև զարգացնել քննական նյութը հաջողությամբ յուրացնելու հմտություններ։ Եվ այսպես, ինչու ենք մենք ունենում black-out, գլխում դատարկության զգացողություն, գիտելիքը խոսքայնացնելու դժվարություններ, թունելային տեսողություն, ել չթվարկեմ հոգեմարմնական բազմաթիվ դրսևորումները, որոնց մենք բախվում ենք։ Որովհետև քննական տագնապը ակտիվացնում է մեր վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժինը, որի ժամանակ մեծ քանակությամբ ադրենալին եւ այլ ստրես հորմոններ են արտազատվում արյան մեջ։ Սիրտը սկսում է արագ աշխատել, արագանում է շնչառությունը, մկանները լարվում են եւ օրգանիզմը անցնում է վերապրման ռեժիմի։ Այստեղ առաջնահերթությունը բնականաբար տրվում է վտանգը վերապրելուն։ Եվ իհարկե բնական է, որ քննության ժամանակ այնքան կարևոր աշխատանքային հիշողությունը, ինչպես նաև հիշողության բովանդակությունները խոսքայնացնելու մեր ունակությունը, սա այս ամենը արդեն մղվում է 10-րդական պլան։ Դուք տեսել եք մարդու, ով վտանգի ժամանակ հանգիստ նստում է պատշգամբով եւ սուրճ խմում։ Ես չեմ տեսել։ Բայց դե հոգեբանական այդ գերլարված վիճակը մի օրում չի առաջանում։ Մենք կդիտարկենք այդ վիճակի առաջացման խորքային պատճառները, որոնք գուցե թաքնված են մեր անձնավորության մեջ եւ երկար նախապատմություն ունեն, հետո արդեն կանդրադառնանք տագնապի կառավարման կոնկրետ հնարքների։ Եվ այսպես, ինչն է բացասաբար անդրադառնում քննական տագնապի վրա։ Նախ մի բան, որ ես անչափ կարևոր եմ համարում, ստրեսի կառավարման թույլ փորձը։ Շատերը կարծում են, որ ստրեսը դա կոնկրետ իրավիճակ է, օրինակ քննությունը։ Տեսնենք, արդյոք դա այդպես է։ Հիմա ուշադիր նայեք այս ուսանողին։ Ինչպիսին է նրա դիմախաղը, նրա մարմնի լեզուն։ Լարված է երևում, չէ՞։ Դե հիմա տեսնենք, թե արդյոք այսպիսի հակազդումները անպայմանորեն պետք է առաջանան յուրաքանչյուր քննության ժամանակ։ Այդ դեպքում ուշադրություն դարձնեք այս մյուս ուսանողին։ Պարզ երևում է, չէ՞, ինքնավստահ, հանգիստ, իրավիճակը լիովին վերահսկող։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ սթրեսը դա մեր հակազդումն է, ոչ թե այն հարուցող պատճառը։ Կա մեկ իրավիճակ եւ բազմաթիվ հնարավորություններ տվյալ իրավիճակին հակազդելու։ Այսպիսի մտայնություն օգնում է մեզ դուրս գալ զոհի բարդույթից եւ ինքնապատասխանատու կերպով դիմագրավել ստրեսորները։ Իդեպ ստրեսի կառավարման մասով շուտով ես պատրաստելու եմ առանձին տեսաշար, այնպես որ մանրամասն կանդրադառնանք այս խնդրին։ Մյուսը դրանք ապագայի աղետալի սցենարներն են, այսպես կոչված կատաստրոֆիզացիան։ Օրինակ, եթե ես քննությունը չստանամ, ուրեմն էլ վերջ, էլ ոչ էլ մոտս կստացվի, այն մյուս քննություններն է պրավալ կտամ, բերանս ջուրը կառնեմ կկանգնեմ ու ոչ էլ մոտս կստացվի։ Եթե ուշադիր վերլուծում ենք այս նախադասությունները, տեսնում ենք, որ մի քանի բառեր կան, որ գրեթե միշտ գործածվում են։ Դրանք են բոլորը, միշտ եւ երբեք։ Բոլորը կավարտեն ես չէ, ես միշտ էլ սենց եմ եղել, էլ ոչ էլ մոտս կստացվի։ Եվ որքան շատ ենք մենք մտովի տրվում ապագայի այդ աղետալի զարգացման սցենարներին, այնքան կորցնում ենք կապը իրականության հետ։ Արա տենաս կընդունվեմ գործի։ Կարող է ասեն մեզ բոյով աշխատող է պետք, բայց SMM-շիկի համար բոյը ինչ կապ ունի։ Տենաս սրանք հետաքրքրվել են։ Հաջորդը սոցիալական համեմատություններն են։ Այսինքն սկսում ենք մեզ համեմատել լավ սովորող ուսանողների հետ եւ երբեմն նույնիսկ հաջողակ եւ կյանքում շատ մեծ բաների հասած մարդկանց հետ։ Իդեպ գոյություն ունի մի մեծ խնդիր, որը կոչվում է տոքսիկ կամ քայքայիչ արդյունավետություն։
YouTube-ում հատկապես կարելի է հանդիպել բազմաթիվ նյութերի, որ օրինակ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը կամ որոշ հաջողակ մարդիկ իրենց օրը սկսում են առավոտյան ժամը 4-ին, ինչն ասես բոլոր հաջողությունների բանալին են։ Իհարկե, որոշ ճշմարտություն կա վաղ առավոտյան արդյունավետ լինելու մեջ, Рано встает, тому Бог подает. սակայն այդ պնդումը բացարձակացնելը սխալ է։ Մեր իմացական գործընթացների արդյունավետության վրա ազդող գործոնները բազմաթիվ են եւ չեն սահմանափակվում զուտ օրվա ժամերով։ Այնպես որ այս հարցում միակողմանիությունն ու ուրիշներին անքննադատաբար ընդօրինակելու հակումը կարող է բերել նրան, որ մենք ընկնենք մեր անհատական ռիթմից կամ ընդհանրապես չկարողանանք այն զգալ։ Դա էլ արդեն իր հերթին կարող է բացասաբար ազդել տագնապայնության վրա։ Մյուսը՝ պրոկրաստինացիան։ Պրոկրաստինացիայի դեպքում մենք անընդհատ հետաձգում ենք քննական նյութի հետ առերեսվելը, փոխարենը գտնում ենք նվազ կարևոր, բայց հաճելի զբաղմունքներ։ Ձախողվելու վախը այստեղ խորքային է եւ գիտակցման համար ոչ այնքան մատչելի։ Ամեն դեպքում մի բան պարզ է։ Շատ ուսանողներ քննություններին չեն պատրաստվում նախապես եւ պատրաստվում են մի քանի օր կամ նույնիսկ մի քանի ժամ առաջ, որ եթե որևէ բան չստացվի, ասեն դե չէի պարապել, դրա համար է չստացվեց։ Որ պարապեի 100% ստացող էի։ Իրականում ստացվում է հետեւյալը. հետաձգում եմ, ելի եմ հետաձգում, այնքան եմ հետաձգում, որ քննության ընդամենը մի քանի ժամ մնա, հետո սկսում եմ մեղքի զգացում ապրել, որ չեմ պարապել, հետո տագնապ, հետո նորից մեղքի զգացում, որ տագնապի մեջ եմ, եւ այս արատավոր շրջանը կրկնվում է անընդհատ։ Լավ, այսքան խոսացինք, հասկացանք ինչից է գալիս, ինչը ինչի վրա է ազդում։ Հիմա փաստ, տագնապը կա, կոնկրետ ախտանշանները կան։ Ինչ կարող ենք անել։ Նախ, հարգելի ուսանողներ ջան, չափազանց կարևոր մի բան՝ մի պայքարեք ախտանշանների դեմ։ Այսինքն, եթե դու քեզ ասես, վայ, ես ոնց որ վախենում եմ, ես ինձ պիտի հանգիստ պահեմ, ես չպիտի լարվեմ, ես պիտի կենտրոնանամ քննական նյութի վրա, հեսա կանցնի, ոնց որ անցնում է։ Բայց տեսնում ես, որ ախտանշաններն էլ ավելի են սրվում։ Ինչպես կարող են ախտանշանները թուլանալ, եթե դու մտովի հետևում ես քո մարմնում տեղի ունեցող ամենաչնչին փոփոխությանը եւ գրանցում ես այն։ Կամ վերցնենք քնելը։ Եթե դու քեզ հրանգավորես, ասես ես հիմա պիտի քնեմ, ես ոնց որ քնում եմ, հեսա ուր որակը քնեմ եւ սկսես մտովի հետևել, քնում ես թե ոչ, դու կքնես։ Իդեպ այս նույն խնդրով ես աշխատում եմ նաև տինիտուսով կամ ականջներում հնչող աղմուկով տառապող այցելուների հետ։ Նրանցից շատերն էլ այնպես են անում, այնպես են ջանում, որպեսզի ականջներում աղմուկը այլևս չընկալեն։ Եվ հենց դա չի էլ ստացվելու, որովհետև մեր ուղեղը նրա համար չէ, որ մենք ինչ-որ բան չանենք, այլ նրա համար, որ ինչ-որ բան անենք։ Այսինքն մենք պետք է սովորենք կառավարել ուշադրությունը։ Ոչ թե մտովի հետևենք, թե ինչպես է մեր սիրտը բաբախում կամ հիմա պուլսս ոնց է, այլ մեր ուշադրությունը պետք է ուղենք ամենակարևոր բանի վրա այդ պահին։ Ոչ թե ինչ-որ բան չանենք, այլ ինչ-որ բան անենք։ Եվ ինչ-որ բաներից մեկը կարող է լինել քո շնչառությունը։ Ուղղիր հիմա ուշադրությունդ շնչառությանդ վրա։ Հետևիր, թե ինչպես ես ներշնչում, ինչպես ես արտաշնչում։ Ներշնչելիս հաշվում ենք մինչև 4-ը եւ արտաշնչելիս մինչև 6-ը կամ 8-ը։ Իդեպ, շատերի մոտ այնպիսի զգացում կա, որ օդը չի երիքում եւ սկսում են ավելի շատ օդ կուլ տալ։ Սա կարող է բերել հենց հիպերվենտիլիզացիայի։ Այնպես որ եղեք հանգիստ, դες այդ ոչինչ չի կատարվի։ Փորձեք մի փոքր ավելի երկար արտաշնչել եւ որոշ ժամանակ անց կնկատեք արդեն թեթևությունը։ Այսինքն, եթե մեր ուշադրությունը մենք ուղղենք մեր շնչառության վրա, արդեն բնականաբար այն ինչ որ ոչ էական է այդ պահին, մեր ընկալման հետնամասում է հայտնվում, որպես ոչ էական։ Դա ֆիլտրվում է։ Իդեպ, եթե շնչառական վարժությունների կատարման մասով դժվարությունների բախվեք, թողեք ձեր հարցերը մեկնաբանությունների հատվածում, կփորձեմ հնարավորինս արագ արձագանքել։ Այնպես որ տագնապի դեմ կռվելու փոխարեն ասեք ինքներդ ձեզ, որ այս պահին բնական է, որ լարված եք, ինչ խոսք դա տհաճ է, բայց կյանքի համար որևէ վտանգավորություն չի ներկայացնում։ Հիմա անցնենք երկարաժամկետ ռազմավարություններին, որոնք կօգնեն արդեն երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ կառավարել տագնապը։ Եվ այսպես, ժամանակին սկսել քննական նյութի նախապատրաստվելը։ Մի քանի ամիս առաջ արդեն կարելի է քննական նյութը բաժանել օրերի վրա, սահմանել օրվա հստակ չափաբաժին, առանց ավելորդ ինքդ քեզ ծանրաբեռնելու։ Կիրառիր Պոմոդորո հնարքը, որը ենթադրում է կանոնավոր դադարներ։
Օրինակ 25 րոպե նյութը մշակել եւ 5 րոպե դադար, որի ընթացքում կարող է շարժվել կամ տեսողական վարժություններ կատարել։ Օրինակ մոտ 200 մետր հեռուն դիտել, աչքերը փակել, մտովի շրջան գծել եւ այլն։ Սա կօգնի կանխել գերլարումը եւ կարգավորել վեգետատիվ նյարդային համակարգը։ Չափազանց կարևոր է նաև թուլացնող բնույթի վարժությունները, ինչպիսիք են օրինակ պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան, աուտոգեն թրեյնինգ եւ այլն։ Դե որ սպորտը կամ ֆիզիկական ակտիվությունը հայտնի հակաստրես է, դա երևի թե ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի։ Այնպես որ դրանք եւս կարող եք կատարել։ Այսինքն ակտիվություն, պասիվություն, այս հարաբերակցությունը, այս հավասարակշռությունը պահպանելը էական է քննության ժամանակ մեր արդյունավետությունը բարձրացնելու եւ առհասարակ հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից։ Երբեք քննական նյութը չմշակես քնի հաշվին։ Դե իհարկե բացառություններ լինում են, որ կարճատև բնույթի ինչ-որ առաջադրանք մենք պետք է կատարենք, սա չենք հաշվում, բայց ընդհանուր առմամբ քնի հաշվին մենք քննությանը չենք նախապատրաստվում։ Քանի որ հենց քնի ժամանակ մեր հիշողության բովանդակությունները կոնսոլիդացվում են, չափազանց կարևոր գործընթացներ են տեղի ունենում, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության տեսանկյունից կարևոր, այնպես որ քնի հաշվին ոչ մի բան։ Կիրառեք ուսումնական նյութը յուրացնելու արդյունավետ մեթոդներ։ Այդ գծելը մարկերներով, դա անօգուտ է։ Պետք է սկսել սովորելուց։ Թե ինչպիսի մեթոդներ գոյություն ունեն, կարող եք գտնել օրինակ Ալի Աբդալի տեսանյութերում, որոնցում նա հրաշալի կերպով բացատրում է նյութին ակտիվ տիրապետելու գաղտնիքները։ Իսկ եթե անգլերենի մասով դժվարություններ ունեք եւ կցանկանաք նմանատիպ մի տեսանյութ հայերեն լեզվով, ապա գրեք խնդրեմ մեկնաբանությունների հատվածում, կփորձեմ հնարավորինս արագ արձագանքել։ Երբ մենք մեր ուժերի ներածի չափով լավագույնս պատրաստված ենք լինում քննությանը, տիրապետում ենք տագնապի կառավարման երկարաժամկետ եւ կարճաժամկետ ռազմավարություններին, ապա բնականաբար մենք մինչև վերջի րոպեն տետերը ձեռիս կանգնած չենք լինում կամ ընդհանրապես որևէ թղթերին չենք նայում քննասենյակի դռան առաջ, այլ հանգիստ սպասում ենք մեր հերթին։ Բացի այդ, նախորդ օրը ոչինչ չենք անում, միայն հանգստանում ենք, հաճելի զբաղմունքներին տրվում, լինի դա ինչ-որ այլ գիր կարդալ, կամ ինչ-որ հետաքրքիր ֆիլմ դիտել, կամ սպորտով զբաղվել, կամ հաճելի զբոսանք կատարել։ Իսկ եթե տագնապը ոչ միայն ուսման մեջ, այլև ձեր կյանքի մյուս բնագավառներում եւս սահմանափակող բնույթի ազդեցություն ունի, ապա միգուցե ճիշտ լինի դա մասնագետի հետ քննարկելը եւ երկարաժամկետ աշխատող լուծում գտնելը։ Բնականաբար այս տեսանյութում ես չէի կարող անդրադառնալ տագնապի կառավարման բոլոր հնարավոր տեխնիկաներին, այնպես որ եթե այս հարցի հետ կապված հարցեր ունեք, ապա կարող եք օգտվել այս հրաշալի գրքից Տագնապամարիչ։ Այստեղ նկարագրված են տագնապի կառավարման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություններ եւ բազմաթիվ օգտակար խորհուրդներ, ինչպես հաջողությամբ կառավարել տագնապը։ Դե գրքի հետ կապված հղումներ ես արդեն կտեղադրեմ այս տեսանյութի նկարագրության հատվածում, այնպես որ հորդորում եմ այն ձեռք բերել։ Հարգելի ուսանողներ ջան, հուսով եմ այս տեսանյութով կարողացա ինչ-որ կերպ օգտակար լինել ձեզ, իսկ եթե հարցեր կլինեն, ապա սիրով կարող եք թողնել դրանք այս տեսանյութի նկարագրության հատվածում, կփորձեմ, ինչպես արդեն նշեցի, հնարավորինս արագ արձագանքել։ Իսկ եթե տեսանյութը ձեզ դուր եկավ, ապա կարող եք սեղմել հավանել կոճակը, կիսվել տեսանյութով ձեր մտերիմների հետ եւ բաժանորդագրվել ալիքին։ Անչափ շնորհակալ եմ մինչև վերջ դիտելու համար, կտեսնվենք շուտով։